Զավակների ապացույցներ ունեմ։ Մինչ այդ էլ ասել էր թող հետքի կամ հաստատի զավակ ունի թե չունի։ Ասենք։ Ինչ ասենք։ Ինչ է ասում։ Ասում է թող հաստատի։ Որ հաստատեց ինչ է լինելու։ Իսկ ինչ է հաստատելու։ Այդ հանգամանքը։ Ում դնթել։ Ամբողջ Հայաստանի Կարծում եք նա հիմա իր ձեռքի տակ ինքը ավելի ապացույցներ։ լավ կլինի նույն ոգևորության փնտրի անհայտ կորածներ։ Իսկ քաղաքացիական վախումներ կարող են տեղի ունենալ, եթե ի վերջո խմբեր ձևավորվեն եւ գան դեպի եկեղեցի։ Ցավում եմ, բայց կարող է։ Իսկ այդ Պարագայում կաթողիկոսը կհեռանա, դա կանոնադրությունը թույլ է տալիս եկեղեցի։ Իսկ ինչու են եկեղեցու դեմ այս արշավն իրականացնում։ Այդ իրեն հարցը։ Իսկ մայրաթորի արձագանքը մեղմ չէր Սրբազան։ Ոչ։ Իսկ վախենում են եկեղեցուց դրա համար են այսպիսի բաներ անում։ Փաշինյանը այս առումով ապացուցելու բան չկա։ Ես չեմ կարծում այդպես խնդիր է դրված։ Մարդիկ կամավորաբար եկել են ամենայն հայոց կաթողիկոսին դիմավոր են եւ դա ընդամենը փաստ է։ Ես կարծում եմ ինքնին խոսուն փաստ է։ Ինչ կասեք Փաշինյանի ստեղծած հանձնաժողովի մասին, որի կազմում պետք է ընդգրկվեն մարդիկ, որոնք գոնե մեկ անգամ Աստվածաշունչ են կարդացել, հավատում են Աստծուն, այդ չափանիշների Ամեն օր աղոթում են ամեն օր։ 5 տարվա մեջ պահք են պահել։ որևէ մեկնաբանություն անել, կարծում եմ մեկնաբանությունները ինքներդ էլ հետևություն Եկեղեցու ներսում կան բարձրաստիճան, եկեղեցու ներսում կան բարձրաստիճան սրբազաններ, ովքեր վեհապարին դեմ են։ Օրինակ Վազգեն Միրզախանյանի մասին է խոսքը։ Իհարկե ոչ։ Վազգեն Միրզախանյանը միանշանակ ընդունում է կաթողիկոս։ Իհարկե։ Մասնակցել է վերջին հոգևոր խորհրդի նիստին։ Դրանով ենք մենք պայմանավորում ընդունում։ Չէ, բայց հետաքրքիր է մասնակցել, որովհետև նա Սրբազան, բացառում եք, որ հոգևորականներից կմասնակցեն Փաշինյանի պատասխաններ չեն ստացել։ Ասում է անհերքելի փաստեր ունի, որ վեհապարը զավակ ունի։ Մենք հիմա դուք եք տրվում եք հարցը։ Ես հարցը Հարցեր եք։ Ուրեմն ես տնում եմ այն հարցադրումները, որոնք որ դուք խելամիտ չեք համարում, այդ հարցադրումները մի տարա։ Աննա Հակոբյանը խոսում է մանկապիղծ հոգևորականների մասին։ Եկեղեցին իրավական ընթացք տալիս է։ Այդ հարցերին բազմաթիվ անգամներ արձագանքներ եղել են։ իրավական դաշտում։ Դա քրեական հանցակազմ է պարունակում իր մեջ, եթե նման տեղեկություն կա, կարող են դիմել համապատասխան մարմինների։ ամբողջի միջոցով կաթողիկոսին հեռացնել հնարավոր կլինի։ Գիտեք, բռնի ուժով ամեն ինչ էլ հնարավոր է անել, բայց ես կարծում եմ, որ մենք ապրում ենք, չէ՞, ժողովրդավար երկրում իրենց։ Բայց վերջին շրջանում այլ բան է։ Պատգամավորները ասում են բոլոր սցենարները ընդունելի են ըստ էության։ Հատկապես քաղաքացիական բախումների կարող է Մարդիկ տալ։ լինում են իմ կարծիքով 3 ճյուղ։ Առաջինը, որ ասում են ճիշտ, երկրորդը, որ ասում են սուտ, եւ երրորդը, որ ինչ ուզում են ասում։ Ինչ ուզող ասող մարդիկ, ինչ ուզենք ասում։